Հայ կինոյի օրը հայկական կինո աշխարհում յուրահատուկ էր ու առանձնահատուկ։ Կինոյի տան կարմիր գորգով անցան ու մրցանակակիր դարձան հայ կինոգործիչները։ Վերջին 3 տարում հայկական կինո ստեղծողներն ու այն տարածողները։ Իդեալների մրցանակաբաշխությունը երկրորդ անգամ է կատարվում, առաջինը եղավ 2021 թվականին, մրցանակաբաշխությունը խթան է հանդիսանում մեր կինոգործիչների որակական հարթությունը ավելի բարձր հենքի բերելու համար։ Սկսում ենք Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգործիչների մրցանակաբաշխությունը։ Եվ սկսվեց հայ կինոյի 102-րդ տարեդարձը, ներկաները տեսան ու լսեցին ավելի քան 1 դարյա պատմությունը, սկզբից մինչև մեր օրեր։ Հայկական կինոյի 102-րդ տարին նշելը, կարծում եմ, իրոք մեծ իրադարձություն է և առաջին հերթին դրանք ոչ թե թվեր են, այլ դա այն ժառանգությունն է, որը ճանաչելու, իմանալու, որից սովորելու և որը տարածելու անընդհատ խնդիր ունենք։ Եկավ ամենասպասված, ամենացանկալի ու ամենահաղթական պահը։ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում մրցանակները գտան հասցեատերերին։ Ռեկորդակիրը մեդալի հակառակ կողմն էր, Աննա Մաքսիմի սպորտային դրաման, 4 անվանակարգ, 4 հաղթանակ։ Չկա կինո առանց սիրո, և հետևաբար այսօր և բոլորի սիրո տոնն է։ Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Աննա Մաքսիմ։ Ես չգիտեմ ավելի զարմանալի է, որ այս մրցանակը շնորհվում է ինձ, թե որ մրցանակը շնորհվում է Միքայել Պողոսյանը։ Չնայած խոսքը ասում է ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին։ Եկեք ծափարենք Միքայել Պողոսյանին։ Այս պահը ինձ համար այնքանով է կարևոր, որ ես գնահատվում եմ իմ գոլեգաների կողմից։ Ես շնորհակալ եմ բոլորիդ, շնորհավորում եմ բոլորիդ և կարծում եմ հայկական կինոն դեռևս շատ բան ունի պատմելու աշխարհին Հայաստանի մասին։ Աննայի տեղը բեմին էր, մրցանակի հետևից։ Մեկը հասցնում էր դահլիճ, ապա բարձրանում հաջորդի հետևից։ Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ անվանակարգում հաղթող է ճանաչվել Աննա Մաքսիմը։ Սցենարը գրել էի և ավագ սերնդի կարիք ունեի, Լևոն Գալստյանը առաջին մարդկանցից մեկն էր, որ սցենարը ես ուղարկեցի և ինքը ուղիղ 2 ժամ հետո պատասխանեց ինձ նամակով, շնորհակալ եմ երիտասարդների կողքը լինելու համար։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի ու կարիերայի մասին պատմող ֆիլմն արժանացավ ևս 2 մրցանակի։ Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, լավագույն նկարիչ դիմահարդարը Հասմիկ Ղազարյանը։ 7 ամիս Հայաստան, Միացյալ Նահանգներ, Կանադա և 33 եվրոպական քաղաք։ Այսքանից հետո Աննան ու իր թիմը Հայաստանի կինոյի հիմնադրամին են փոխանցել արտադրական նպատակով ֆիլմին տրամադրված շուրջ 40 միլիոն դրամը։ Սա խոսում է նաև հայկական ֆիլմի կոմերցիոն հաջողության մասին։ Առհասարակ ես առաջնորդվում եմ մի փիլիսոփայությամբ, որն է Քենեդու խոսքերը՝ մի հարցրու քո երկրին ինչ կարող է անել քո երկիրը քեզ համար, հարցրու դու ինչ կարող ես անել քո երկրի համար, և կարծում եմ սա լավագույնն էր, որ մեր թիմը կարող էր իրականացնել այսօր։ Պրոֆեսիոնալ գիլդիաների երկրորդ մրցանակաբաշխության քառակի հաղթանակն առաջինը չէր։ Կանադայի Պոմեգրանտե կինոփառատոնում մեդալի հակառակ կողմը հաղթել է նաև լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում։ Չեմպիոնական կինոնկարը արդեն հասանելի է Fast TV-ում։ Նարինե Մելիքյան, Հարություն Նավասարդյան, Fast News։